Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք Երևանի խորհրդանիշ կասկադի վերանորոգման աշխատանքների մասին։ Նախագիծը մեծ աղմուկ է հանել սոցցանցում եւ հատկապես որոշ մասնագետների շրջանում։ Նրանք պնդում են, որ նախագիծը աղերս չունի բնօրինակի հետ եւ աղճատելու է ամբողջ համալիրի տեսքը։ Այս ամենի մասին զրուցելու ենք ճարտարապետ, կասկադի հեղինակային նախագծի պաշտպանության նախաձեռնության անդամ Դավիթ Ստեփանյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես դուք հայտարարում եք, որ գրեթե այս նախագիծը աղերս չունի բնօրինակի հետ։ Ինչ փոփոխություններ է մտցվել։ Ոչ թե գրեթե, այլ ամբողջապես աղերս չունի, ամբողջովին լրիվ նոր ձեռագրով, նոր ոճային առանձնահատկություններով առհասարակ ուրիշ կառույց է տեղադրվում, այսինքն կասկադը անավարտ վիճակում, ինչպես որ կա, այդպես մնում է, եւ վերնամասը նախագծային այդ հեղինակային նախագծից ամբողջապես շեղվելով, ամբողջապես խաթարում է այդ ամբողջ տեսքը։ Ոչ միայն համալիրի, այլև գաղափարի, այսինքն Թամանյանից դրված ի սկզբանե գաղափարի, որ հյուսիս-հարավ առանցքը, Արարատին նայող առանցքը պետք է այդպես միասնական կերպով շեշտվեր։ Ու հիմա այդտեղ խզում է առաջանում կասկադի, Հայաստան համալիրի եւ հայոց պետականության կոթողի միջեւ։ Ինչպես որ հատվածից, որ արդեն էս նոր գոյացությունը վեր է հառնելու, այդ հատվածից սկսած խաթարվելու է։ Այնտեղ միգուցե պետք է ոնց որ ասած վերապատ ինչ որ հատվածներով անցնենք, մտնենք շենքի մեջ, այդ ծածկերով, այսինքն գլխիդ վերևը կապույտ երկիր այլևս չկա, տեսարաններ չկան։ Պետք է մտնենք կառույցի մեջ, կառույցի միջով գուցե ասենք ինչ որ առաջի հարկից երևա մի հատվածում, բայց քաղաքաշինական տեսանկյունից, այսինքն զբոսնողի այդ անցորդի աչքի առջև փակվելու է, այդ ամբողջ հատվածը փակվելու է, եւ բացի այդ դա ասում եմ, քանի որ հեղինակային նախագիծը եւ բացի այդ մեծ վարպետների իրականացրած նախագիծը Երևանի խորհրդանիշն է հայության համար 21-րդ դարում եւ ոչ միայն հայության համար, ասեմ 20-րդ դարի ճարտարապետության մեջ կասկադը իր ուրույն դերը ունի։ Փորձեք պրպտել համացանցը, կտեսնեք, որ նմանատիպ այդ զիկուրատաձև կառույցներ են, էլ նոր ենթակառուցվածքներով հագեցած այդ նոր լուծումներով շատ քիչ կհանդիպեք, որից ամենանշանավոր ու խոշորագույնը հենց կասկադն է։ Բնօրինակ նախագիծը որքանով է համահունչ այսօրվա մեր ժամանակին։ Եթե սկսեն կառուցել, ավելացնեն հատվածը դեպի վերևի հատվածը, այսօրվա ոգուն ժամանակի շնչին համապատասխան է թե ոչ։ Միանշանակ համապատասխան է, որովհետև տեսեք ճարտարապետությունը, ինչպես ասենք արվեստի մյուս ճյուղերը, դրանք այսպես մեծ ճարտարապետություն այն էլ, որը արվեստ է դառնում, ժամանակ ու տարածություն չեն ճանաչում։ Այսօր հուշարձանային պահպանության խնդիր կա, կասկադը նաև հուշարձան է, իսկ հուշարձանները պետք է վերանորոգվեն, պետք է ամբողջ համալիրները ամբողջական դառնան։ Ի վերջո աշխարհում հսկայական փորձ կա այդպես, ասենք Գաուզի կառույցը հայտնի Սագրադա Ֆամիլիան 2 դարից ավել կառուցվում է։ Նույն վարպետների, ասենք, այդ շրջանի մոդեռնիստական վարպետների շատ գործեր, նույնիսկ նրանց մայից հետո իրականացվել են հենց նախագծով։ Ու սա, ասում եմ, բացառիկ կառույցներից մեկն է, իր ամբողջական լինելը պետք է առաջնային դիտել, որովհետև ցանկացած երգ, ստեղծագործություն, որը կրճատ է մնում, անավարտ է մնում, դա կորցնում է իր, այսպես ասած, ասելիքի այդ հիմնական գաղափարը։ Դուք դեմ եք ամբողջական նախագծի փոփոխմանը, թե մասնակի փոփոխմանը։ Եթե ասենք օրիգինալը, բնօրինակը մասնակի փոփոխության ենթարկվի, դուք դրան եք դեմ։ Մասնակի ասելով, դե տեսեք, այսօրվա դրությամբ մի քանի մասնագիտական դաշտում, ասեմ, մի քանի կարծիքներ կան, որոնք դեռ, այսպես ասած, չեն հղկվել, այսինքն մեծ քննարկում այդ առումով չի եղել, բայց միանշանակ ամբողջ մասնագիտական դաշտը, իդեպ ճարտարապետների պալատը նույնպես պաշտոնական ուղերձով դիմել է քաղաքապետարանին, դեմ է ներկայիս ծրագրին։ Ուղղակի այստեղ նրբություններ կան մասնագիտական, այսինքն օրինակ կասկադի հեղինակներից մեկը այսօր Ասլան Մխիթարյանը կենթանի է։ Նա մի քանի տարբերակ է առաջարկել, որոնցից մեկը, այսինքն մի քանի տարբերակ, մեկը այսպես կասկադի ոճով այդ աջ ու ձախ կողմերի փոսորակը փակելու տարբերակն է, մյուսը ինչ որ այսպես մի քիչ մոդեռն ոճով կտրվող էլի աջ ու ձախ կողմից, որովհետև այնտեղ մեծ փոսորակ կա արդեն Գաֆէսճյանի ժամանակվանից փորվեց ու նույնը ռելիեֆի վրա անել արդեն անհնար է։ Բայց նաև կա տարբերակ, որը մենք ենք առաջարկում եւ դրան նույնպես Ասլան Մխիթարյանը համամիտ է, որ
իրականացվի օրիգինալը ամբողջապես, իսկ այդ աջ ու ձախ կողմերը ինչ որ մի ձև լուծվի, այսինքն այդտեղ կարող է եւ կանաչապատում իրականացվի, ասենք տանիքի վրա, կարող է դա միգուցե մրցութային ինչ որ պայմաններ լինեն ու այս հարցը լինի առաջադրանք, կոնկրետ մշակված առաջադրանք։ Ովքեր են ձեր նախաձեռնության անդամները։ Ճարտարապետներ են, ճարտարապետներ են, նաև մենք մեր ճարտարապետներ են եւ նաև առհասարակ քաղաքը սիրող մարդիկ, տարբեր մասնագիտության իդեպ, իսկ վերջերս ասեմ մոտ 200-ից ավել հեղինակավոր մարդկանց մասնագետների կողմից ստորագրահավաք կազմակերպեցինք եւ ուղղեցինք պատկան մարմիններին, որտեղից 1-2 պատասխան եկավ այդպես քաղաքապետարանից եւ ասենք այնտեղ ազգային անվտանգությունից եւ այլն, չէ որ դա մշակութային անվտանգության հարց է նաեւ, բայց մեծ առումով այդպես լուռ են ու իրենց գործը անում են։ Կրթության եւ գիտության նախարարությունը եւս փաստորեն Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարեց, չէ որ վերջերս որ այս նոր կրթության այս մոդելը պետք է մտնի նաև քաղաքաշինություն։ Իսկ սա ինչ է նշանակում, այսինքն մեր ամբողջ պատմական ժառանգությունը, որից արդեն վախենում ենք, փորձում ենք կոչել այդ ամենը, այդ նույն Արարատը, որ արդեն չգիտես ինչի Թուրքիայի, ասենք մեր բարեկամ երկրի այդ գեղեցիկ լեռանը նայելը ամոթ է դարձել, պետք է փակեն, էլի։ Ես անկեղծ ասած դուք միտում եք տեսնում այս գործընթացի եւ այն ժամանակ չէ որ քաղաքաշինության մեջ էր այդ ամբողջ գաղափարները դրված Թավանյանը ճառագայթները ուղղել էր դեպի հայոց հույզերը, դեպի Արարատ, դեպի Արագած, ընթացքում դրանք սկսեցին փակվել, հիմա հենց նույն քաղաքապետարանի խոսքերով, խոստովանությամբ վերջին 3 տարվա շինարարական ծավալը համարժեք է նախկինների ժամանակ իրականացված 15 տարվա ծավալին։ Այսինքն 5 անգամ ավել քաղաքաշինությունը ապականվում է, այդ բոլոր նորմերից խախտված Երևանը գերխտացվում է, այսպես ասած, այդ հախուհաշիվ չճանաչող շինարարությունն է իրականացվում, այսինքն ճարտարապետություն, քաղաքաշինություն գոյություն չունի մեծ առումով, գոյություն ունի ուղղակի վայրի շինարարություն։ Քաղաքի այս խորհրդանիշը պահպանելու եւ պաշտպանելու առումով քաղաքացիները եւ երևանցիները ինչպես կարող են ներդրում ունենալ այդ նախաձեռնության մեջ։ Դե իհարկե պետք է հնարավորինս հանրայնացնել հարցը, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն։ Շատերը նույնիսկ տեղյակ չեն, երբեմն այսինքն այսպես միամտաբար մեկնաբանություններ են գրում, թե ինչպես խոստացաք, որ մետրոն կկառուցեք, նույնպես սա եք խոստանում, իրականում ասեմ, այդ ոնց որ ասած այդպես չի, ես մտավախություն ունեմ, որ իսկապես եթե այս կառավարությունը շարունակի իր գոյությունը 5 տարում, ինչպես որ խոստացել են, այդտեղ այդ այլանդակությունը կկառուցվի։ Պետք է մարդիկ ուղղակի իրազեկ լինեն, չգիտեմ, նախադեպ չենք ունեցել, ասեմ իդեպ ոչ միայն այս վերջի տարին, այլ 30 տարվա ընթացքում։ Դերևս միակ նախադեպը հիշում եմ կինո Մոսկվայի այդ բաց ամառային դահլիճի աղմուկներ, երբ որ եկեղեցին էր պատվիրատուն եղավ զիջող։ Մնացած դեպքերում օլիգարխները, ասենք, պատվիրատուները, չգիտեմ, իշխանությունները բոլորը անտեսել են։ 30-ից ավել կարծեմ հուշարձան ունենք, որոնք ավիրվել են, իսկ միջավայրի մասին էլ չեմ ասում։ Նույն հանրապետության հրապարակը ինչպես դոմինանտա զրկեցին, նույն օպերայի շրջապատը, այդ կասկադից արդեն ճիշտ մեզ ներքև արդեն Արարատն է փակվում այդ հայտարարակ պատկերից։ Դուք միայն կասկադի համար եք պայքարում, թե Երևանում գոյություն ունեցող ցանկացած մշակութային կոթողի համար։ Ես ինքս, ինչպես որ նշեցիք, որովհետև ասեմ, արդեն մոտ 20 տարի այս աղմուկի մեջ ենք ապրում ու չի լինում չբարձրաձայնել, այն որ այսպես ասած ստացվում է, որ օղորմատ հաս ենք խմում, էլի ուղղակի։ Ինչպես եք վերաբերվում Եղեռնի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներին։ Ամեն դեպքում դրանով զբաղվում է հեղինակը, համահեղինակներից մեկը Սաշուր Քալաշյանը, ես որքան գիտեմ, այդտեղ շինարարական խնդիր է եղել, որ ավերվել են այդ քարերը եւ այլն։ Ինքս գտնում եմ, որ միջոցները կարելի է ավելի հարկի տեղեր ուղղել, որ կամ 1-2 ինչ որ կոսմետիկ միջամտությամբ հարցելուծել, բայց քանի որ պատվեր է եղել ու իդեպ զբաղվում է հեղինակը, սա այս կասկադի խնդրի հետ համեմատելի չէ։ Մատենադարանի տարածքում էլ շինարարական աշխատանքներ պետք է սկսվեն։ Եթե նկատի ունեք վերնամասում, որ այս կասկադը կառուցապատող ընկերությունը պետք է էլի այսպես բնակելի կարծեմ կառուցապատում իրականացնի, որ իր գումարը հանի եւ կասկադի այս ավելացված այդ կտորը, այս նոր կասկադի հետ կապ չունեցող կտորը նվեր տա քաղաքապետարանին։ Այդտեղ իրականում կանաչ գոտի է։
ու այդտեղ էլ չի կարելի շինարարություն իրականացնել, ունենալու ենք նույն պատկերը, ինչ որ հիմա այս Դալմայի այգիների մոտից, Արարատը նորից փակվելու է, նույն կերպ Մոնումենտի ճանապարհից էլի ներքև իջնող։ Կասկադի նախագծի հետ կապված դուք որևէ առաջարկ ներկայացրել եք, նկատի ունեմ գործուն մեխանիզմներով ընդգծված հայեցակարգով առաջարկ քաղաքապետարանին կամ նախարարությանը ներկայացրել եք ինչ պետք է անեն կամ ինչ պետք է փոխեն կամ ինչը ձեռ չտան, ինչը անձեռնխելի է։ Դե նամակում հստակ նշել ենք, որ շարունակելու դեպքում պետք է շարունակվի իրականացվի բացառապես հեղինակային տարբերակով, իսկ իմ անձնական կարծիքս է, որ այսօր չարժի նույնիսկ դրան անդրադառնալ։ Դա այդպես արագ անելու, հապճեպ անելու հարց չի, ավելին դա հաղթական կոթող է։ Հաղթական կոթող է, որը կապիտուլյացիոն, այսպես ասած, պարտության խորհրդանիշ իշխանությունները չպետք է իրականացնեն, դա իմ կարծիքն է։ Դուք առաջարկում եք հիմա արկախել տեսեք, եթե պետք է արվի բուտաֆորիկ ձևով ինչ որ տնազային ճարտարապետության, ինչ ոց միանշանակ դրան դեմ ենք։ Կասկադում ախր այնտեղ մի ամբողջ ճարտարապետության եւ շինարարության հանրագիտարան է 6-7 մետր երկարության քարերով, այդ մեծ հսկայական քարերով, էլի ինչպես այդպես կառուցվել է, այսինքն դա ինքնին շինարարական գեղագիտություն է նաև։ Եթե պետք մանրապետճեղ օրինակ երեսպատմամբ իրականացնենք, ինչ որ այդ ամբողջը խախտենք, պետք չի։ Եթե փողուտոցի պետք է լինի ինչ որ շատ այդպես ռեստավրացիոն օրինակների վրա ենք տեսնում, անշուշտ դրան անդրադառնալ պետք չի։ Թող մնա, թող սերունդները իրականացնեն հարի ձևով։ Օրինակ սոցցանցում շատերը գրում են, որ նախագիծը, որ ներկայացրել է քաղաքապետարանը, բավականին գեղեցիկ է եւ ակտահաճո է։ Կան նաև այս տեսակետը պաշտպանողները։ Տեսեք, մեր մայրաքաղաքը ապականել են հենց այդ ակնահաճո նկարներով, ռենդերներով, այսպես ասած, էլի, այդ գունավոր պաստառներով, որ գրում են ավելի բարեկարգ Երևան, բայց տարիներ անց մենք պատկերը տեսնում ենք, թե ինչ է կատարում, դա ուղղակի աղետ է, ուղղակի մշակութային եղերն է։ Կոնտեքստից կտրած, այսպես գունավոր պաստառ, ինչ որ սիրուն անիմացիոն երաժշտության տակ ներկայացնում են ու խաբում են ժողովրդին։ Իրականությունը լրիվ այլ է։ Ծանոթ եք բուսաբանական այգում ընթացող շինաշխատանքներին, ինչ են ծանոթ եմ, այնտեղ ինչ որ մի կառույց արդեն ներսում իրականացրել են, մեկ հարկանի կառույց, պատել են, ծառերը հատել են, ինչ որ նոր ծառեր պետք է բերեն հավանաբար, ու բարձրահարկ, երկու բարձրահարկ անմիջապես այգունքից, ես չգիտեմ նույնիսկ միգուցե այգու տարածքի մեջ որոշ հատվածով մտած, բայց ամեն դեպքում սահմանային հատվածում հենց այդ բարձրահարկերը արդեն վեր են խոյանում։ Այգին խեղդվում է արդեն։ Այդ խնդիրների մասին խոսում եք, բարձրաձայնում եք։ Ես ինքս իբրև մասնագետ ինչքան որ այսպես չենք էլ հասցնում, այնա ասեմ վերջերս անցնում էի Թամանյանի կառույցներից մեկով այդ բժշկականի կողքի, ուրեմն էլի կցակառույց են իրականացնում։ Հետո նայեցի մյուս ճակատը, տեսա արդեն մի հատ իրականացրել են։ Հիմա էլ ինչ որ ու ոչ մի պաստառ չկա իրազեկող։ Մենք չենք ուղղակի հասցնում, էլի։ Այնպեսի ահռելի թափերով է այս ամենը իրականացվում, որ ուղղակի այսպես հաշվել անգամ չենք հասցնում, էլի։ Ինչ ուղերձուն եք երևանցիներին եւ նման որոշում կայացողներին։ Դե երևանցիներին ուղերձ ունեմ համբերություն եւ, չգիտեմ, պայքարի ոգի, տոկունություն, այս իրավիճակում ենք հիմա ապրում։ Իսկ որոշում կայացողներին ասելիքներին ասելիք չունեն, որովհետեւ իրենք իրենց արածը միանշանակ անելու են։ Շատ լավ գինեն, ասենք, շատ լավ ծանոթ են իրավիճակին, մասնագիտական հանրույթը, ասում եմ, ճարտարապետների պալատը այդ թվում հստակ նամակով մանրամասն ներկայացրել է խնդիրը։ Ու այդ ամենը հաշվի չեն առել։ Ճարտարապետների պալատը գոյություն ունի, չէ՞ որ գոյություն ունի հեղինակը, կենտրոնի հեղինակներից մեկը այսօր կա Ասլան Մխիթարյանը։ Ու նա ներգրաված չի առհասարակ հենց իր հեղինակային իսկ ստեղծագործել, որովհետև հեղինակներից երկուսն էլ չկան, եւ մեր պահանջն է, որ հենց այդ 3 հոգու ստորագրությամբ հաստատված այդ նախագիծը դա պետք է իրականացվի։ Ճարտարապետների պալատը արձագանքել է ձեր նախաձեռնությանը։ Կոնկրետ մեր նախաձեռնությանը այսպես պալատի պաշտոնական արձագանք չի եղել, բայց պալատի անդամներից որոշ մարդիկ բավականին թվով ճարտարապետներ արձագանքել են ու միացել են։ Որն է լինելու ձեր նախաձեռնության հաջորդ քայլը։ Ինչ եք անելու, ինչ եք պատրաստվում անել։ Առայժմս այդպես ուղղակի իրազեկում ենք մարդկանց, առայժմս այդքան է ու հավանաբար մի քանի նոր գրություն, ասենք, չգիտեմ, գուցե Ֆրանսիայի դեսպանատում կամ մի քանի տեղ կուղենք էլի։
Նախագիծը արվում է ֆրանսիական ինչ-որ հեղինակի նախագծով, որը ի սկզբանե ոչ էլ տեսել էր, տեղում չէր եղել, ոչ էլ տեսել էր կասկադը, այսպես ուղղակի լուսանկարներով արել, էսկիզը արել, ուղարկել էր։ Ամեն դեպքում հույս ունեք ասելիքը տեղ հասնի։ Ամեն դեպքում ասելու ենք, հիմա տեղ կհասնի, չհասնի։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում ենք ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Ցտեսություն։